Ինչպես բարակ մազերից նման ծավալուն փարթամ տեսք ստանալ։ Եկեք ցույց տամ։ Այս երկու միջոցները, որ հիմա ցույց կտամ, պարտադիր չէ, քանի որ սա ես հիմա փորձարկում եմ մազերիս աճը խթանելու համար։ Ամպուլաները նոր եմ սկսել, դրա համար չեմ կարող այդքան շատ բան ասել, բայց այս սպիտակ հեղուկը սփրեյը իսկապես շատ լավն է։ Այն խթանում է մազերի աճը, խնամում է եւ փայլ է հաղորդում վարսերին։ Իսկ հիմա մենակարևորները։ Դուք կարող եք օգտագործել միայն այս ծավալ հաղորդող սփրեյը։ Ցողեք հավասարաչափ մազերին եւ օգտագործեք John Frieda-ի այս ծավալ հաղորդող մուսը։ Սա նույնպես ամենուրեք լավ տարածեք եւ հետո օգտագործեք ջերմապաշտպան սփրեյ։ Քանի որ իմ ջերմապաշտպանը խնամող ոչ մի հատկություն իր մեջ չունի, ես միաժամանակ օգտագործում եմ այս յուղային տարբերակը, որը ընդհանրապես յուղը տեսք չի թողնում, այլ ընդհակառակը գեղեցիկ փայլ է հաղորդում մազերին։ Տարածելուց հետո մազերը սանրում եմ կամ թենգելթիզայով կամ թաց մազերի համար նախատեսված այս սանրով, որը շատ արագ բացում է բոլոր խճճված հատվածները։ Հետո ինչպես տեսնում եք, սկսում ենք հարդարել եւ չորացնել մեր մազերը։ Ես անում եմ այսպիսի շարժումներ, դուք կարող եք անել այնպես, ինչպես ճիշտ եք գտնում, եւ այստեղ խնդրում եմ տեսեք, թե ինչպես է մեր մազերը ֆիքսվում ու կայուն մնում։ Նշեմ նաև հարդարիչի հետևի հատվածով սկզբից սառեցնում եմ, այսինքն ֆիքսվում է այսպես մազը եւ հետո նոր բաց եմ թողնում, որպեսզի ունենանք նման կայուն էֆեկտ։ Եվ այս ծավալը վերջում պահպանելու ու ֆիքսելու համար օգտագործում ենք ծավալ հաղորդող փոշի։ Նշեմ, որ պետք է օգտագործել շատ քիչ, քանի որ իրենք կպչող հատկություն ունեն, եւ եթե նկատում եք, որ քիչ է, ապա կարող եք մի փոքր էլ ավելացնել, բայց ինչպես նշեցի, ամենակարևորն է, որ սկզբից շատ չօգտագործեք։ Եվ ինչպես տեսնում եք, մեր մազերը գեղեցիկ կերպով ֆիքսվեցին, եւ որ ամենակարևորն է, որ այն իսկապես այսպես մնում է։ Իսկ դու անպայման պահպանիր այս հոլովակը, որպեսզի փորձարկես այս տարբերակը։